Нет, конечно, недоволен. 100% это фальсификация. Слов нету просто. Люди пока не поумнеют, у них будет такой же вот этот Варчап, это вот наш премьер-министр, такой же премьер-министр, как Никол Пашинян. Когда поумнеют, тогда у них будет как Роберт Кочарян, как Самвел Карапетян. У меня просто слов нету. Не знаю, что делать. Знакомые, которые голосовали там в Эчмиадине, и они передавали, разговариваем, они говорят, 100% это фальсификация. Конечно, большая катастрофа для нас, для всех армян. Это даже представить боюсь, что может случиться. Просто люди зомбированные какие-то. Там некоторые знакомые мои тоже там блогерами стали, там этого Пашиняна поддерживают. И я просто в шоке. У меня просто слов нету. Не знаю, что. Надеюсь, Бог поможет нам всем. Ընտրությունները անցել են կեղծազարությամբ, եթե մաքուր ընտրություններ լիներ, այս վիճակը չէր լինի։ Որովհետև փաստը ցույց է տալիս, որ հենց իրենց կողմից արված է, արդեն հերքվում է, չեղյալ են համարում առանցին ընտրատեղամասերի ընտրությունները, դա ինքնին խոսում է նրա մասին, որ ընտրությունները կեղծ են։ Իհարկե խախտումներ երևում էր, որ կար ամբողջ որ լսում ենք Հայաստանը խախտումներ կար, բավականին շատ կար։ Ես չեմ հավատում, որ իրանք Փաշինյանի կողմնակիցները նորմալ ձևով հասկացնեն այդ դրությունները։ Ինչու՞։ Դե որտեվ երևում էր, էլի դրսից երևում էր, պարզ երևում էր, ոնց կարելի է այդպես ասել, որ նորմալ անցավ էլի, չեմ կարծում ես։ Պրոստը իմ մեջ ես զգում եմ, որ նորմալ ձևով չի անցկացրել էլի։ Ժողովուրդը նեղվել է, դա ասում են ահագին մարտնացել, հետո ստեի ավտոբուսները, որ գնացել են, ձերբակալել են, ուղարկել են բան, պատրաստման, որ ժամանակ տենց բան եղել է, ոչ մի անգամ չի եղել տենց բաներ, որ հավաքեն են մարդկանց, ուղարկեն պատրաստումների, բաների հետ, տենց բան չի եղել вообще-то։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ գործող ղեկավարը, եթե ընտրություններ անցկացնում, ամեն դեպքում ինքը ունի արդեն 80%-անոց շանսեր իր շահերին լուծումներ տալու, բայց ամեն դեպքում, չգիտեմ, նման խեղճատակը, որ 8 տարի ղեկավարեց մեր ազգին ու հիմա շարունակում է ղեկավարել, ուղղակի մեղքս գալիս է իմ ազգի վրա, մենակ այդ կարայի ասեի։ Բնական է կեղծած կլինի, որովհետև հələ ես չեմ, այտենց առաջնորդ մեր պատմության մեջ չեմ տեսել, որ ինքը ազգ կորցնի, հող կորցնի, մի խոսքով այդքան կորուստներ ու դրանից հետո մնա որպես ղեկավար, այտենց բան ես չգիտեմ, ոնց կարա ժողովուրդը ընդուներ կամովին, մեկին կարողա ստիպելով, մեկին վախացնելով, մեկին կալանավորելով, մեկին կաշառելով, մեկին պաշտոն տալով, մի խոսքով այտենց մենակ այդ կարամ ասեմ, որովհետև Փառք Աստծո, ես Երևանցի եմ, ես ինչի պետք է իմաստեղ ելնեի։ Բայց այդ ընտրություններ էր ընդհանրապես, ես այդ ընտրություն չեմ համարում, այդ խուժանություն էր։ Եթե ընտրության օրը մարդկանց կբռնեն հարյուրներով, եթե ընտրության արդյունքները կխախտեն, եթե ամեն ինչը պարզ երեսներին կսեն, այդ մարդիկ չեն ընդունել, այդ ինչ ընտրություն է։ Այդ ընտրություն չէր եղբայր, խուժանություն էր։ Մարդը 10%-ը չհաշված ինքն իրան հրճագում է արդեն երկրի ղեկավար, իհարկե կեղծված է։ Գիշերվա 2-ին 10% չհաշված ձայները ինքը արդեն իրան հրճագում է երկրի ղեկավար, իհարկե կեղծված է։ Ես հույս ունեմ, որ լավ բդեյոն է, տեսնենք։ Արդյունքներից ոչ, բայց որ ժողովուրդը համեմատաբար ավելի հարմար է ապրում, փաստ է։ Ոնց կընտրի ժողովուրդը հենց է թող լինի, մենակ չխաբեն էլի այդ խեղճ ու կրակ ժողովրդին։ Ընդհանուր առմամբ նորմալ է, ես նոր եմ եկել ընդեղից։ Կլինեն կեղծվածքներ 100%։ Ոնց կարա ասենք Ծառոկյան Գագոյի նման մարդը 60 ձայն, դա ծիծաղալու է ուղղակի էլի։ Ամեն ինչ
պարզ է, բայց ընդհանուր ժողովուրդը գոհ է, նորմալ ապրում են մարդիկ համեմատաբար, ասենք ազատությունը զգացվում է, բայց դա այդ խարդախությունները չէր կարա չլիներ, իհարկե։ Կասկածել չկար, որ պետք է լիներ այդ խարդախությունները։ Դե երևի Երևանում չէին կարա իրանք այդ անեին, արել են երևի ռեգիոններում, ասենք որտեղ որ իրանք կարողացել են անեն այդ գործողությունը, դե այդ ընտրությունն այնս բան է, միշտ էլ խարդախություններ, միշտ էլ բաներ կա։ Դե հետո հասկանում են, որ իրեք ուժը կպնեն իրար, կարող ամեն ինչը իրանց ուզածով չստացվի։ Դե ինչ ընտրությունը ինչ պիտի լիներ։ Սա ռեսուրսը իր մոտ պետության, մեր փողերը, մեր ժողովրդի փողերը։ Օգտագործել է իրավորեն։ Ուրիշ ինչ։ Կեղծեր եղել է։ Ես շատ եմ եղել է, երևի եղել է, էլի, բա ինչ։ Սպառնելով սաղին ինչ է, այդ ինչ է, որ ռամկեկն է։ Ուրեմն չեմ մանում, դա նորմալ չի։ Կներեք էլի մի քիչ բան եմ հուսած։ Ու ջղանացած եմ էլի։ Սաղ ծախել է, սաղ կրվել է, գցում է ժողովրդի վրան։ Խի չեք զոհվել։ Խի պիտի զոհվեր, բայց խի պիտի զոհվեր, որ սաղ ամնացել ուրեմն էդի վատ է։ Ատենց ուրիշ բան չկա ասել։